Նույն օրը զանգ ստացա, որ Մարտակերտում ավելի ծանր վիրավորներ կան եւ առաջարկեցին ինձ գնալ այնտեղից Մարտակերտից վիրավորներին տեղափոխել, առանց մտածելու համաձայնվեցի, բայց արդեն ես ժամանակ ունեի մտածելու, այսինքն Մարտունուց տեղափոխման ժամանակ ես ավելի շատ ուրիշ կենտրոնացում ունեի, ուրիշ բաների վրա ուշադրություն դարձրել, բայց Մարտակերտ տանող ճանապարհը իսկական բացավանջ էր, այնտեղ ճանապարհը ավելի երկար էր եւ գյուղերը բացարձակ լքված, գետնին շորեր, առնանման հետքեր, տանք խփված, որը շրջված էր, ցեղասպանություն հիշեցնող դեպքեր են եղել, մարդատար մեքենաներ դիմապակու վրա արդեն կրակոցների տեղեր, ծակոտկեն հատվածներ, ինչպես նաև երբ որ առաջանում էինք, շարժվում էինք, այդ հատվածում նաև արդեն թուրքերն էին, ադրբեջանցիներն էին բազավորվել եւ իրենք արդեն իրենց տեր էին զգում